Պարոն Մուրազի, անդրադառնանք վաղարշաբաթի հաղթանակ կուսակցությունների դաշինքի ավականու անդամների կամ պարզապես անդամների արդեն ձերբակալություններին, որովհետև դատավարական կարգավիճակ ունի այս պահին 5 անձ։ Այս իշխանությունը ինչ է փորձում անել, ուզում է կաթվածահար անել նորընտիր ավականու աշխատանքները, թե ինչ է տեղի ունենալու։ Աշխատանքը կաթվածահար չի արվի, իրենք փորձում են չեզոքացնել կարող ուժերին, որոնք համապետական ընտրություններից առաջ կարող են խանգարել իրենց։ Հիմա վաղարշաբաթում այդ թիմը ցույց տվեց, որ կարող է խանգարել իրենց եւ բավական զգալի տոկոսով։ Գիտեք, իրենք ենթադրում եմ սպասում էին կամ շատ կուզեին, իհարկե սպասելը իրենք տվյալների տիրապետում էին, բայց շատ կուզեին, որ բոլոր ընդդիմադիր ուժերը այսպես մի կերպ անցողիկ շեմը հաղթահարեին, որ ասեն դե հեսա ժողովուրդը ձեզ մերժում է, էլի էս չէ, իրականում այդպես չէր։ Եվ առնվազն հաղթանակ դաշինք այսպես շատ մեծ կտորով, Հայաստանը շատ հանգիստ անցավ, չնայած 4%-անոց շեմ էր, որպես կուսակցություն, բայց 5 ու քանի տոկոս հավաքեց, այսինքն որևէ խնդիր չկար, իրենք չկարողացան այսինքն իրենց ցանկությունը իրականություն չդարձավ։ Եվ հիմա հաղթանակ դաշինքը պիտի թիրախ դառնա, որովհետև ընտրություններից առաջ պետք է մարդկանց վախեցնել, տեղում ձայներ ունեցող մարդկանց, հա, քրեական գործեր կախել վրաները, որ եթե անգամ ազատության մեջ լինեն, ասենք ինչ որ կարգավիճակ ունենան մեղադրյալի։ Եվ մարդը ենթագիտակցորեն միշտ ինչ որ բան պակաս է անելու, չեմ ասում օրենք են խախտում, այլ օրինականության մեջ են ինչ որ բան պակաս կանի, ենթադրաբար ոչ բոլորը, բայց ինչ որ մարդիկ կգտնվեն, չէ, որպեսզի իշխանության աչքին շատ չերևա։ Բայց դա աշխատող մեթոդ է, չէ։ Դե դրա համար էլ անում են։ Եվ բնականաբար կարող ենք ենթադրել, որ 2026-ին ընթരാճ այդ ալիքը սաստկանալու է, ինչպես գրում են շատ քաղաքագետներ։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև Սևակ Խաչատրյանի դերը, որտեղ մարդը մաքուր քաղաքական կերպար է եւ այսպես ուղղակի ճնշելով իր հարցերը չեն կարող լուծել։ Նույն Էջմիածին քաղաքում Սևակ Խաչատրյանի դաշինքը, այսինքն Սևակ Խաչատրյանը շատ ավելի ձայն է ստացել, քան Արգիշ Տիմոթեոսյանը։ Սա էլ էլի, սա պետականության ոչնչացման ձևերից մեկն է, երբ ընտրությանը հաղթելու համար վաղարշաբաթ համայնքին միացնում են ուրիշ խոշորացված համայնք, ասենք եթե իրենց Արգիշտի Մեխակյանը Մեղրիում ձայներ ունենար, Մեղրին կմիացնեին վաղարշաբաթին կդարձնեին վաղարշաբաթ խոշորացված համայնք։ Կամ ասենք, չգիտեմ, որտեղ Սփյուռքում մի համայնքում ձայն ունենային, այդ համայնքը Սա աբսուրդ, սա ծաղր է պետության նկատմամբ իրականում, էլի։ Հատկապես ժողովրդավարության բաստիկ։ Կարող էին միայն Արգիշտի Մեխակյանից փողոցը, տունը միացնեին վաղարշաբաթ խոշորացված համայնքից, գիտեք, սենց ծաղր օրենքի պետության ինստիտուտների նկատմամբ երբեք չի եղել Հայաստանում։ Վաղարշաբաթ։ Սա, գիտեք, սա նաև տարածաշրջանում են, աշխարհում են տեսնում, չէ՞, թե մենք ինչպիսի պետականություն, այսինքն սա պետականություն է, որտեղ ընտրությանը հաղթելու համար համայնքներին միացնում են, բաժանում են, չգիտեմ, նախասիրությունների ու ցանկության։ Պարոն Մուրազի, նաև վաղարշաբաթի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երկար գրառում կատարեց, որտեղ նշել էր, որ այս ընտրություններով իրենք հավելյալ արտոնություն կամ ոգևորություն ունեն, մայրաթոռը, ինչպես ինքն է ասում, Վեհարանը ազատելու համար լիցքավորել են։ Այո։ Ես չգիտեմ, ինքը կարող է ինչ-որ գյուղապետի ընտրություն կազմակերպել, այդ համարել, որ այդ գյուղապետը իրան լիցքավորել է, բայց այդպես չի, որովհետև նախ իրենք 50+ չեն ստացել, սա մեկ։ Երկրորդը վաղարշաբաթցիները լրիվ ուրիշ բան են լիցքավորել, կապ չունի Վեհարանի հետ այդ ամեն ինչը էլի։ Իրենք 50+ չեն ստացել։ Օրակարգը լրիվ ուրիշ է եղել։ Եվ աբսուրդ է կարծել, որ այս իշխանությունները 48.1%-ով ստացել են վաղարշաբաթցիների հավանությունը Վեհարանի վրա հարձակվելու։ Մյուս կողմից Վեհարանը վաղարշաբաթի հոգևոր կենտրոնն է, չէ՞։ Վեհարանը Հայաստանի Հանրապետության, անգամ Հայաստանի Հանրապետության հոգևոր կենտրոնը չի, ամբողջ հայության հոգևոր կենտրոնն է։ Այո, այսինքն վաղարշաբաթում իրենք ընտրությունները քրքաշ հաղթել են 48%-ով եւ դա համարում են որպես բան է, դաբր են տվել վաղարշաբաթին։ Իրականում այդպես չի, իրականում իրենք կեղծում, իրենք լավ գիտեն, որ նման աջակցություն չեն ստացել եւ իրենք պարզ է քարոզչական նպատակով կարող են փորձել օգտագործել
Բա այդ դեպքում ինձ հետաքրքիր է գյումրեցիները ինչով են լիցքավորել Նիկոլ Փաշինյանին, երբ որ իրենք այնտեղ 33% ստացան։ Չէ՞ կոնկրետ արդյունքներ սպասենք դրանից։ Իսկ աղա գյումրեցիները լիցքավորեցին, որ ինքը ուղակի դուրս գա կառավարությունից, որովհետև 33%-ը խայտարակություն էր ուղակի իշխող ուժի համար։ Եվ իրենք պարտվեցին։ Բա փարաքարցիները ինչով լիցքավորեցին Նիկոլ Փաշինյանին։ Սա դասական իմաստով մանիպուլյացիա է, տեսա այսօր թերթերից մեկը շատ հեղինակավոր հարգարժան մեր թերթերից մեկը գրել էր, որ ու սկսել էր թվերը հաշվել։ Այ ինչ է թվերը հաշվում, ժողովուրդ, վաղ շաբաթի հոգևոր կենտրոնը չի բայրաթորը։ Անկամ եթե այնտեղ 96% հավաքեն, կրկնակի આવે։ Նարգիշտի Մեխակյանը, ինչպես մամուլներ գրում, հորդորել է Նիկոլ Փաշինյանին մայրաթորի դեմ որևէ։ Ես չեմ հավատում, Նարգիշտի Մեխակյանն ինքն իր հորը կեղծեց, ասաց հայրը ասելա հողերը պիտի տան։ Բա որ հայրը ասում էր հողերը պիտի տան, ինչ էր գնացել ազատագրությանը մասնակցում եւ զոհվել, ինչու էր հենց այդ հանձնվող հողերում Մեխակավան անունով բնակավայր հիմնվել։ Ես չեմ հավատում։ Դժվար է տղան տես բան ասած լիներ Նիկոլ Փաշինյանին, ռիսկ աներ այդպեսի բան ասելու, ուղղակի դուրս կշպրտեին այդ ցուցակից, այդ պաշտոնից, չգիտեմ։ Եվ ասենք բանը, Աչափնյակը կմիացնեին վաղ շաբաթին, Վահագն Ալեքսանյանին կառաջադրեին, էլի։ Այնպես որ չեմ հավատում դրան, որ այդպեսի բան է ասել, բայց մի բան ակնհայտ է, որ այդ ընտրությունները վեհարանի մասին չէին։ Մարդիկ այդտենց օրակարգով չեն գնացել ընտրության։ Անդրադառնանք նաև ՀԵՑ լիցենզիայի ձեռքելուն ու դրան հաջորդող իրողություններին։ Ռոմանոս Պետրոսյանը շարունակելու է կատարել ուրեմն ՀԵՑ-ի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, քանի դեռ կառավարությունը այս մասով հստակ որոշում չունի, երրորդյա ժամկետ է սահմանվում, բայց իրականում ՀԵՑ-ի մասով ինչ հնարավոր վտանգների կարող են առնչվել, հատկապես որ կառավարությունում նաև բարձրաձայնում են երկու սցենարայով, որոնցից մեկը բաժնե մասերով ընկերությունը վաճառքի անելն է կամ վաճառել մեկ այլ ընկերության եւ ՀԵՑ-ի նախկին ղեկավարը այդ մասով արդեն որոշակի մտահոգություններ արտահայտել էր։ Բարի ուղիղ իմաստով ռեկետ է 90-ականներին Հայաստանում էլ կար, բայց ավելի շատ կար Ռուսաստանի Դաշնությունում ռեկետյորներ կային, որ գնում էին մարդկանց բիզնեսը խլում էին կամ հարկ էին դնում վրան, ասում են չտաս կսպանենք։ Հիմա ի՞նչ է, Սամվել Ալեքսյանին ասում են ՀԵՑ-ը չտաս բռնում ենք քեզ։ Կա բանտարկել են մարդկանց Սամվել Կարապետյանը այսինքն սա դարձել է Նիկոլ Փաշինյանի պետությունը դարձել է ռեկետյոր պետություն եւ շատ կարեւոր կապիտալ խլում են մարդկանցից այս սցենարները էական չեն երկու դեպքում էլ ապօրինություն այսինքն այս մարդիկ գնում են ապօրինի ճանապարհով բայց սա Նիկոլ Փաշինյանն հետաքրքիր չի իրեն հետաքրքիր չի հետո Հայաստանը ինչպիսի վարկանիշ կունենա իրեն հետաքրքիր չի Հայաստանը ինչպիսի պարտքերի տակ կընկնի, որովհետև արբիտրաժային դատարանը որոշումներ կարող է կայացնել, որովհետև Փաշինյանը ըստ էության իր ապագան չի կապում այս պետության հետ։ Իրենք համարում են, թե թողնելու են գնան այդ պարտքը մնալու է ժողովրդի վզին։ Ժամանակավոր հանգրվան։ Իհարկե, սա խոպան է իրենց համար աշխատել։ Դուք տեսաք, չէ՞, այսօր թերթերից մեկը գրել էր, որ նախարարը 3000 քանի $100 պայուսակ է կրում։ Գիտեն արդյոք Բաբկեն Թունյանի հարևան Պողոսները իմ շատ սիրելի քաղաքացիները, որ իրենց այդ բուլաթից ատամ ունեցող վարչապետի նախարարը մի քանի $1000 պայուսակ ունի։ Այդ ո՞նց ստացվեց, ո՞նց օլիգարխացան իրենք։ Մետրոյով երթևեկող պաշտոնյաներ են։ Դա Արայք Հարությունյանի աղջիկ վախտերն էր, երբ որ ինքը մետրով էր երթևեկում, հիմա օլիգարխացել են իրենք։ Եվ բայց շարունակում են Փաշինյանի ատամը բուլաթից պահել, որ այդ ժողովրդին խաբեության մեջ պահեն, այսինքն խաբեն ժողովրդին, թե իբրև թե սրանք ժողովրդական կառավարություն են։ Հələ դուք ինքներդ մտածեք, սիրելի ժողովուրդ, ամեն մեկս մենք $3000 քանի ամսում ենք ծախսում, որ ինքը պայուսակ է գնել, կամ Աննա Հակոբյանի հագուկապը Տուժելա Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանին պահում են որպես բանի ժողովրդական կառավարության վիտրինա իր բուլաթից ատամով, այս կեղտոտ շորերով, բան այդ վիճակա։ Մնացածը, այո, մնա ադրբեջանական կանաչի ծախողի գլխարկով, մնացածը օլիգարխացել են, Աննա Հակոբյանից սկսած, մնացած նախարարներով վերջացած, դուք տեսնում եք ինչ կյանքով են ապրում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը զոհել է իրեն հանուն ԿՊԵ-ականնի։ Նիկոլ Փաշինյանը, այո, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ
ինքը կարող է իշխանությունը պահել, քանի դեռ ժողովրդի ինչ որ զանգվածի խափում է, իսկ ժողովրդի ինչ որ զանգվածի, որը ցավոք սրտի սոցիալապես այդքան էլ լավ չի ապրում, սա մեր պետության բացն է, այս 30 տարիների իրենց պիտի համոզի, որ ինքը այդ ժողովրդին ման աղքատ է։ Նիկոլ Փաշինյանը աղքատ չի։ Սիրելի ժողովուրդ, մի խափվեք Բուլաթից Ատամին, մի խափվեք այդ արտաքինից ոչ այդքան հաճելի փնթի կերպարին, մի խափվեք ադրբեջանական այդ կանաչի ծախողի գլխարկին, Նիկոլ Փաշինյանը աղքատ չի։ Եվ մի բան էլ նկատենք, երկրորդ նախագահը եթե հիշում եք նկատեց, որ աղքատությունը աճել է, ոչ միայն նվազել է, եւ սրանք մի քիչ բաներ են փոխել, աղքատության բանաձևեր են փոխել, թիվը գուցե մի քիչ, բայց իրական աղքատությունը շատ մեծ է։